Մութ ու ցուրտ տարիների գաթա ենք թխում խոզի յուղով, վաղուց չենք փորձել, երևի մի 30 տարի։ Հիմա այսօր որոշեցինք մի հատ փորձենք։ Յուղը մենք ենք, հենց հալել ենք խոզի սալը, կեսուրս հալել է, յուղ ստացել։ Այստեղ ալյուրն ու յուղը խառնում ենք, հետո ավելացնելու ենք ձու, չէ՞ մամ։ Չափաբաժինները ես հիմա չեմ ասում, տեսնենք ոնց է ստացվում, վերջում կգրենք։ Ասենք ուրեմն։ Ալյուր ինչքան, այդ դեպքում է 400 грамм муки, 250 грамм топленого масла, у нас в данном случае свиное, 200 грамм сметаны, пачка ванилина, одно яйцо. Հա, ես վանիլինն էլ բերեմ, թե հանել ես, բա սոդա, սոդա երենք չէ լսնում? Հա, без горки, чуть-чуть, чайная ложка без горки, да. Ուրեմն թթվասերը, սոդան, ձուն և վանիլինը լցրեցինք։ Աշկի սրա, ալին քիչ։ Կլցնենք էլի։ Հա, ինձ էլ է թվում, որ քիչ է։ Պատկերացնում ես ալյուրը չիրիքի։ Ոչինչ, արամ ինք ասենք ալյուր էլ կբերի։ Ամբողջ զանգվածը սարքում ենք մի գունդ, հավաքում ենք մի գունդ ու թողելու ենք հանգստանա, չէ՞։ Ինչքան, մի 15-20 րոպե։ Ну, пока. Пока нет масла для хориза. Вот так, прям до полного исчезновения муки. Вот так. Արդեն վանիլինի հոտը գալիս է, զգացվում է, որ խմորեղեն է, ոչ թե խորոված։ Должно получиться вот такое мягкое тесто, вот такое. Ձեռնոցներիդ վերջնա։ Чуть-чуть перчатки большие немножко. Все, пусть наше тесто отдыхает. Накроем его. Пищевой пленкой, либо пакетом. Сейчас я найду. Սննդային տոպրակով այսպես ծածկում ենք ու դնում ենք սառնարան, թե սենց մնա, մամ։ Թող տենց մնա։ Մնա, լավ։ Хотя сарнаране обеди лучше бывает. Ага, сарнаране лучше бывает. Սիլվանդրա Նիկովնա։ Խորիզը պատրաստ է արդեն, կարագա ձետ, կարագ շաքարավազ ու ալյուր։ Մամ, վանիլին լցրել ես։ Սպասի լցնենք։ Վանիլինը մոռացել էինք լցնենք, բայց ոչինչ։ Հա, այդ ընթացքում մենք արդեն մի հատը բան ենք արել։ Մենք արդեն մի հատը դրել ենք ջեռոցի մեջ, այդ ընթացքում հեռախոսով խոսացել ենք մեր Հայաստանի բարեկամների հետ։ Դրա համար չենք նկարել ոնց է ինչ է եւ այլն։ Բայց մեզ չի խանգարում դա, մենք մի հատ էլ գունդ ունենք։ Այստեղ երկրորդ գունդը մաման բացում է, լցնելու ենք խորիզի ուղիղ կեսը, երկու հավասար մասերի է բաժանել։ Հիմա այստեղ երկրորդ կեսն ենք լցնելու։ Տարածում ենք հավասար։ Հաջորդ անգամ կլոր գաթա ենք թխելու, խորիզի մեջ լցնելու ենք չիր ու ընկույզ։ Հա։ Սեղմում ենք, որ կտրելուց չթափվի։ Փաթաթելուց, կտրելուց։ Չէ, հələ շատ կա։ Խմորը լավ փափուկ է եղել։ Թե լինում է մենակ։ Կսում ենք ձվի դեղնուցի ու կաթի խառնուրդը։ Պատարակաղով ուզորներ ենք անում, որ սիրուն լինի։ Հիմա կտրում ենք։ Այս իրա պոչը բանի մեջ էր, դարակի, դուրս է գալի, բայց չնայած լավ, ոչինչ, ես սենց է կարամ։
Чем выцветится там. Հա, արդեն բացվում է։ Այն մեկը ջեռոցի մեջ արդեն զգացվում է, որ տաքացել են, հալվել են։ Ուղիղ 35 րոպե հետո մեր գաթաները պատրաստ են։ Տեսեք ինչ լավ է ստացվել, շատ սիրուն է, շատ համով է։ Ինչ ա եղել կյոնք, ոխ, ճղել ես մատը։ Շատ սիրուն է, շատ համով է ու մի հատ հիմա ուզում եմ տաքադեր, բայց ես կերել եմ մեկը, ես այս բաները տաք եմ սիրում։ Թխուկները։ Լավ է բացա մեջը։ Ան։ Եթե դա։ Վայ, լավ չես։ Շատ համով է ու շատ լավ մի արա, լույսի ցենկոմ։ Շատ լավ թխվել է, տեսեք ինչ լավ է թխվել։ Ընկեր։ Փշվում է։ Համով։ Շատ։ Անպայման փորձեք։ Մաշ որն ես ընտրում։ Այստեղ խաղարկություն է, Մարետիկը որը 33-24 կորցրինք։ Խաղարկություն է, Մաշը թիվ անդրում, որ պետքա սեյֆը բացենք։ 33-24 Այս սեյֆը Ստեղ պետքա հավաքի 33-24 բացվի ու iPhone Какой код? 34 Вот, вводите код и в конце Е добавляете. Давай, Маш Ну, у вас еще один. Давай, մամ, մի հատ էլ դու ընտրել ես արդեն, թե ասա 94-60 ուրա Հա լավ, դե կարևորը կա Ստեղ 94-60 94-60 То же самое. Ага, мам И в конце Е. Արա Աբա парчи անկապ Если все, спасибо вам большое. Хорошего дня. Չեղավ, ով գիտի вообще ուրիշ կոդավրեն։ Թաթար բորանի ենք սարքում մի հատ մածունների համը տեսնենք։ Երկու տարբեր մածուններ են, այս շատ համով է։ Բայց սա առաջ անգամ է, չէ՞, ման ոնց որ Օй, Туя. ահա որ։ Ты спаскан. Այս մեկը շատ թթու է ու ջրիկ էլ է սա։ Այս մեկը պինդ է։ Այսքան օրով սիրտս նես թաթար բորանի է ուզում։ Այսօր ես խնդրել եմ որ սարքի оказывается թաթար բորանին մսով է։ Чем мы совели нам. Հա։ Ես օրինակ տենց դատարկ խմորը մածունով, սխտոր մածունով։ А это приложение, как бы. Հա։ Մի հատ սխտոր մածունը սարքենք։ Սոխառած արդեն պատրաստ է։ Մամ սոխառածի մեջ սխտոր լցել ես։ Челюсть. Հա։ Потому что это тоже на любителя. Кто захочет, Ага. нет. Այսօր Կիրակի է, սխտոր մածուն ուտենք ու նստենք տանը։ Չնայած պլանավորել ենք ամնայից տուն գնանք, ասում եմ դուք ես սխտոր մածունով ինչ-որ բան կերեք, որ իրար չխանգարենք։ Ահա, սա մեր մածունը, սա էլ խմորը, էլաստիկ, բարակ, այս նույն պիլմենի խմորն է, չէ՞ մամ, թե չէ։ Ну, немножко тугое. Так. Հա, այս ցիկը այսինքն, հա։ Ջուրը ընդեղ արդեն եռում է, սա էլ սոխառածը։ Օհ։ Հա, իրար վրա դրած ես կտրում։ Վերջի անգամ գիտես ես երբ եմ թաթար բորանի կերել, Էրնեստո Պարի հասմիկներ սարքեմ, մենք հենց Հայաստանում էինք ապրում։ Մի անգամ դու սարքել ես, դե ես հիվանդ եմ եղել, այդ օրը չեմ եկել։ Մի անգամ չէի, քանի անգամ ես սարքել։ Они бановают, домашней курицей. Հա, ես այդ օրը հիվանդ էի։ Հիշում եմ, դուք լստեղ էիք։ Так. Հիմա սենց հատիկ ջրի մեջ, հա։ Ага. Ինքը պետքա առաջին պարտիան արդեն համարյա պատրաստ է։ Որ գցելն ու եփելը մեկ եղավ, չհասցրեցի որ նկարեմ։ Հիմա սա լցնենք ափսեի մեջ։ Հիմա ափսեի մեջ հավաքում ենք թաթար բորանին, քանի որ արամ առանց սխտոր մածունի է ուտում։ Լցնում եմ սովորական մածունը, սենց տարածում ենք։ 9.5 օրինս արդեն սխտոր մածունով ենք լցրել, դա չեմ նկարել։
բայց process-ը դե նույնն է։ Այստեղ լցնում ենք թաթար բորանին։ Վերևից էլի մածունը։ Էլի ըստ ցանկության, ով սիրում է սխտոր մածուն, սխտորով, ով չէ։ Դե Արամինը առանց սխտորի։ Հետո սոխառածը մա։ Հա։ Ռոհի սոխառածը։ Վերևից էլ սոխառածը։ Օպելես։ Ինձ քիչ, այդքան հերիք է։ Ինձ էլ հա։ Всё. Ընտիր, բարի օր բոլորիս։ Всем приятного аппетита։ Ահա թե մեր տանը ով է լավ ապրում։ Բայ։ Մեզ սաղից դատարկ թաթար բորանի, քեզ էլ պիլմենի, հա, մսով։ Կտրի տեսնեմ, ապրիմ տղեն օգնում։ Էկոնոմնի ես անում։ Հա, обязательно. Մի հատ էլ այստեղ կարաս անես։ По краям. А потом это все соберем Подуя. в комочек. Մամա, պատուգերքս վերջի անգամ պիրմենից։ Չեմ հիշում, դե հենա տատիկը սարքում է, էլի։ Ага, то есть банали татик насал. Есть, ага. Маму времени никто. Մաման չի սիրում ամել պիլմենի սարքել։ Սիր։ Մաման սիրում է պիլմենի ուտել։ Վերջ Արման։ Ապրիմ տղան, դե մեջ տեղի կտորները հանի։ Аккуратно ханы. Շատ սիրուն ես անում։ Молодец. Այսինքն պուճուրիկ բաներ ա ստացվում, պիլմենիներ։ Դու կլոր ես ուզել։ А, ты? Разнообразные аны, ասма. Ինչպես միշտ. Մերսինին վերջնա։ Очень долго не церемонимся. Алուրո տերքանի, որ економно. Ստացի այն մեկը դպրոցում ապտի բերես կյանք վաղը։ Ինչ է։ Մեր բանը, սկուտերը, սինին։ Տատյանա Նիկոլաևնային կասես կտա։ Բխրադ։ Կասես մեջ մի հատ պրիտկա դնի նոր տա։ Մամա ինչ կատարել։ Պավլին չի կեմ տարել։ Դες բայեսի ոնց ենք անելու այսքան խմորները։ Եսա նորից էդի։ Տատյանա Նիկոլաևնային կասես հայավարի մեջը բան են դնում նոր են ուղարկում։ Եղա, կասես մենք հայերս տենց ենք։ Երբ որ ինչ որ մեկը հյուրասիրություն է ուղարկում, ամանը դատարկ չեն ուղարկում հետ։ Եղա, անպայման կասես։ Որ գնասի։ Չասես էդի տոպակա։ Կոտոկի մանցով տան Ես չես։ մնացածը նորից խմոր ենք հանում, նորից կտրում ես։ Լավ, այդ մնացածը արդեն զակադրամ։ Հա, конечно։ Աղջիկներ ջան, ողջույն բոլորին, վաղուց այսպես անմիջական չէինք հանդիպել։ Եկել եմ Աշան, քուրիկս խաշի համար նախատեսված ամաններ ա ուզում, ինքը քանի որ գործի էր, Աշանն էլ մեզ մոտիկա, որոշեցի ես գամ տեսնեմ, եթե կա, ինքը գա, ընտրենք, վերցնի, եթե չէ, զանգեմ ասեմ իզուր մի արի։ Չնայած Արամն ասում է ինտերնետով նայել, ինչ ես անիմաստ հասնում այնտեղ, բայց մի տեսակ այսպես ավելի հարմար է, երբ որ հենց անմիջապես սպասքը տեսնում ես, շոշափում ես, կամ չգիտեմ էլի չափերը եւ այլն, բայց սխալ եմ ոնց որ գնացել նախատոնական օրը մարտի 6-ն է այսօրի դեպ ուրբաթ օր մենք այսօր մինչև ժամը 2-ն ենք աշխատել սովորաբար ուրբաթ օրերը մինչև ժամը 4-ն ենք աշխատում բայց քանի որ տոներ նախատոնական օրեր մինչև 3-ն էինք աշխատելու հետո քանի որ կանանց տոնն է արչեվում մեզ նվեր արեցին ու 1 ժամ շուտ ավելի թողեցին ստացեց որ 2-ից եկել եմ տուն այդպես քուրիկս քանի որ գործի էր որոշեցի որ ես գամ իր փոխարեն առաջարկեցի կամ ես ափսեները նայեմ եկա այստեղ լիքը ծաղիկներ, փափուկ խաղալիքներ, նվերների համար, բայց ծաղիկների մի մասը արդեն թողումած, թոշնած, այստեղ դեռ նոր տարվա սպասքից էլ է մնացել, չեն հավաքել, բայց մենք այս բաժինը կնայենք, մեզ շատ է պետք, ես չգիտեմ, այդքան կարողանամ գտնել, թե չէ, 15 հատ մոտավոր ինքը այսպես առաջիկա խաշկերույթի համար ուզում է վերցնի, բայց Վայլբերեսից պատվիրելու է կավի իսկական խաշի ամաններ, խաշի համար նախատեսված հիմա էր ուզում ուղղակի ասեց, որ բանա մարտի 18-ին նոր գալու է Հայաստանից այ դեպ գալու, դրա համար որոշեց նախնական այսպիսի պիալկաներ վերցնի, որ հետո ընթացքում կենցաղում էլ կկարողանա խոհանոցում օգտագործի։ Հետո միջև կավի ամանները կգան արդեն հաջորդ սեզոնի համար, բայց ինքան շատ կով որ մորդ չի հասկանում, որը կարելի է Օրինակ սա շատ սիրուն է, որպես ափսե, աման,
ու համել խաշի համար։ Հետո արդեն կարող ենք սալատնիցաներ որպես օգտագործել։ Շատ սիրուն է, գույնն էլ է լավը, բայց քիչ է, այստեղ 6 հատ ընդամենը չափսերը, հա։ Այս չափսի 6 հատ։ Սրանք էլ են սիրուն, բայց խաշի համար ինքը դե այտենց բան չի, խորը չի, էլի հարմար չի լինի։ Մի ժամանակ սպիտակներն էին նախընտրում, սպիտակ սպասքը։ Հիմա այս գունավորները ու հատկապես ծաղիկով սպասքն հենց դուրս գալիս է։ Շատ եմ սիրում։ Այստեղ էլ ավելի նուրբ ու ավելի այսպես թիթիզ տեսականի է, բանտիկ մոմակալներով ու ափսեների վրա էլի սիրուն նուրբ բանտիկներ, շատ հավես են, շատ սիրուն են։ Տարբեր չափսերի բլյուդաներ են, պիալկաներ են, էլի տարբեր չափսերի, մենակ սրանք չեմ հասկանում ինչի համար են։ Մի տեսակ շատ անհարմար է, որպես դեսերտի համար նախատեսված կամ հյուրասիրելու համար ինչ-որ կոնֆետներ կամ չգիտեմ, օրինակ ինչ լցնես սրա մեջ։ Չգիտեմ, սրա սպիտակն էլ կա։ Սրանք իմ համար անհասկանալի են, բայց մնացած տեսականին շատ լավն է։ Մի քիչ ավելի մուգ ու խառը գույներով, երևի ավելի արևելյան դիզայնով, էլի պիալկաներ, ափսեներ, արդեն ոնց որ ճաշակի հարց է, էլի, ով ինչ կնախընտրի, ինչ ձևի սպասք։ Այս տեսականուց օրինակ չգիտեմ ինչը կուզենայի օգտագործել, երևի մենակ ափսեները ավելի այդպես նուրբ սպասքի կամ նուրբ գույներով սփռոցի հետ, այսպես ուղղակի ամբողջը որպես կոմպլեկտ չէի օգտագործի, ի տարբերություն այս մյուսի։ Սրանք նուրբ էին։ Մեկ էլ Աննան բան էր ուզում տիրամիսուի համար, այս սենց ամամներ էր ուզում, բայց ոնց որ ասեց առել է, եթե չեմ սխալվում, այն տակի քառակուսիները իսկականն էին, չնայած սա ջեռոց դնելու համար է, տարբեր չափսերի կա, կլորները կան, կլորներից շատ դուր եկան, պիրոգի համար, շատ հարմար չափս է, այսպիսի փոքրիկ, էլի պիալկաների համար, պիալկաներ սուպերի կամ չգիտեմ սոուսների համար, կամ ջեռոցի մեջ ինչ-որ բան պատրաստելու համար, էլի լավ տարբերակ է, մսային ինչ-որ բաներ։ Ես իմ համար, այստեղ նվերների համար փափուկ խաղալիքն է, մարտիության նվերների, ես իմ համար բան էի ուզում, ծաղիկներով բաժակ։ Ամեն սեզոնին իմ գործի տեղի բաժակը փոխում եմ։ Ձմռանը շարֆիկով շուներ, բաժակիս վրա, հիմա ուզում եմ այդպես գարնանային ինչ-որ ծաղիկներ վերցնել։ Գարնանային ծաղիկներով բաժակ, բայց Վայլբերիսով մի հատ սիրունը տեսել եմ, շատ սիրուն էր, ուղղակի մի քիչ կոշտ էր, այս եզրերը մի քիչ կոպիտ էր, չգիտեմ դրանով խմելը հարմար կլինի թե չէ, բայց այստեղ էլ տենց շատ սիրունը չկա, որ են որ տեսնեմ, ասեմ այսա կուզեմ, են որ շատ սովորական են, նույնը կապույտ պոչիկով, այստեղ կա դեղին ու կանաչ պոչիկներով, բայց դա վատը չէր, в принципе Քանի միլիա 380 ուղղակի ուրիշ ծաղիկներ, օրինակ կակաչներով շատ կուզեի այնքան շատ են տեսական անցած անգամ տեսա այնքան սիրունները կար ու փոշմանեցի որ չեմ առել բանտիկով չէ, սենց բաներ չեմ ուզում օրինակ այս բաժակը ինչի համար կարելի է օգտագործել մաքսիմում մեջը մի հատ տրուբիչկա դնենք կոկտեյլ երևի, հա, կոկտեյլի համար ձեր հետ էլ է օրինակ լինում, որ դուք կենցաղում ինչ-որ բանի կարիք եք զգում, բայց հենց գալիս եք խանութ մոռանում եք ինչի կարիք եք զգում օրինակ իմ հետ շատ է լինում, ես մտածում եմ հեսա որ գնամ Աշան կամ գնամ Գլոբուս կամ չգիտեմ ինչ-որ խանութ գնամ, անպայման այս ինչ բանը կառնեմ, կարիքը կա ու գալիս եմ ու հիմա ես բացարձակ ոչ մի բան չեմ հիշում, ինձ ինչ էր պետք այստեղ է սիրուն բաներ կան, ծաղկամաններ են սիրուն Հիմա օրինակ շրջում եմ խանութում, հիշում եմ, որ ինչ-որ բաներ էին պետք, բայց չեմ կարողանում հիշել ինչ։ Այս կանաչները սիրուն են։ Տոների արդիվ ամենտեղ ակցիաներ են, ամենտեղ, մի հատի գնով 2 հատ։ Տարգովի ցենտրում вообще մի հատի գնով 4 հատ օծանելիք էին տալիս։ Հայկական խանութ ենք եկել մեր խաշի բաները, մնացած պարագաները առնելու Արման չգիրասիրելի կոնֆետներից է գտել ան։ Ամեն ինչ ունենք ստեղ, ամեն ինչ հայկական արտադրանքի պահածոներ, հյութեր, պանիրներ, պանիրների տեսականիներ, բաստուրմաներ, դաժե սիգա ունենք։
Նայած ով աուտողը։ Թարմ բաներ էլ կան։ Արամ կարող է 20 հատ սյոտիկի։ Պրոստը հարցը հաջորդ խաշը երբ կլինի։ Հա։ Հա։ Միջև մյուս տարվա խաշի բացմանը սեզոնի։ Հա։ Հայկական փթուները, Շուշան։ Ստեղ ինչեր ունենք, կոմպոտներ։ Հա, սովորական էլ 25 հատ։ Չէ, 15 հատ սխալ ասեցի։ 15 հատ։ Իսկ գաթան որտեղ է, հա, հեսա, այս գաթայի մասին էր խոսքը։ Շուշանը։ Ասում է, դե որ տենց ճոխ բան ենք, խաշկերույթ ենք կազմակերպում։ Так, ստեղ կիսատ մնաց, էլ ինչ կար։ Հա, սպասի, մի վարկյան։ Так, կամպոտները, բայց ինձ ճիշտն ասած Իջևանը, այս թաքուն ասեմ էլի, Իջևանի արտադրանքը ավելի շատ է դուր գալիս, Իջևանի կամպոտները, ստեղ էլ մուրաբաներ, սրանք չեմ փորձել, այս մուրաբաները չգիտեմ ինչ համի են, բայց կամպոտները փորձել եմ։ Իջևանին չեն հասնի, հատիկ եղեն ունենք ու ամենակարևորը ատմոսֆերան շատ լավն է։ Հա։ Ջերմուկ, մնացած սոկեր, եղած չխուսները եւ այլն, սենց սիրուն, հավես տեղա ույուտնի, հայկական ջուրա, գիտես չէ։ Ջերմուկ հեսա։ Հա, շշով, բան, պլասմասայի։ Չէ, պլասմասան մենակ կոկա-կոլա ու բան, ֆանտամանտա։ Ում թխվում, այդ գաթաները ստեղ տեղում, հա։ Հենց տեղ սաղ։ Այս պատրաստի ուտելիքներն էլ եք դուք սարքում։ Իմ կոլեգաները ստեղից շատ են բան առնում, գալիս են գովում են։ Հայաստանից, բանը հայկական ապրանքներից անդադ ասում են համովա։ Նուրը կարող, կամ անան բանը, այս մուլտիֆրուտ մի հատ էլ։ Չէ, թշնիկատ չենք ուզում։ Հլը, չէ, էդի տեղը դիր։ Так, եկել ես ջուրն ու պանդան։ Իսկ գաթան քանի հատ դրեցիք։ 3 հատ, հա։ 4 հատ Չերի տեսականի էլ կա, բայց սրանք չգիտեմ Հայաստանից են, թե չերի տեսականի ոչ հայկական մրգերով։ Ավելուկ ունենք ստեղ, տեղում լավաշ են թխում, միշտ հարմա լինում, ռշտա, վերջը։ Չորացրած կանաչիներ, ուրց ունեն, ծիտրոն, ըմտիր, ռեհան։ Ես երեք վերջը ցույց տվեցի ոնց որ ինչ ենք առել, 2 հատ սենց սալաթնեցա։ Շատ սիրուն է եղել, գրեչկի սալաթի համար, օրինակ ցեզերի համար, տենց ինչ որ մեծ սալատների էլի, մեծ կտորներով, կամ օրինակ ամառը բան, բադրջանով, խորոված բադրջանով, խորոված բանջարեղեններով, այսինքն, որ սարքում ենք, օրինակ այդ են շատ համբա։ Մաշջան հլես հացը վերցուցավը տանեն սեղանի վրայից ու ծածկի չչորանա։ Բան 2 հատ ես սենց ես մեջի բանը նակլեյկան ես պոկել եմ, ես մեկը չեմ պոկել։ 2 հատ սենց կանաչիներ է սիրուն փոխկելը կշարենք եւ այլն։ Так, ես արդեն Աննայից տուն եմ սա բերել, խաշի մատերիալը գրիվ հյուրասիրության ամեն ինչը առել ենք։ Այսօր ամբողջ օրը մենք դրանով ենք զբաղված եղել։ Հայկական խանութից վերցրեցինք սենց շութեր, գրեյփֆրուտ, մուլտիֆրուտն ասա, վիշնյա չէ, կամ գիլաս, կերած, չգիտեմ որն էր, ու մանգո,
Так, էսենց, արմանչիկը սենց կոնֆետ վերցրեց, ընդեղ արդեն ցույց տվեցի։ Այս խաշի ամանն ա, որի մեջ պետք է եփենք, բեր մի հատ էլ դասավորենք այս եղածները, ստեղ բանջարեղեններ, տարբեր ձևի, տարբեր Ոյ, սա հոնքայինն է, հոնքայինը ստե դնեմ։ Так, ստեղ ինչ ունենք։ Ստեղ էլի կանաչիներ, բողոք ծիծակ միծակ, սա լավաշն է, փափուկ։ Так, սա չորացած չոր, հա, սա չոր լավաշն է, սենց փաթաթած։ Ստեղ ինչ ունենք, այս էլի կանաչիներն է։ Համեմ ենք վերցրել սամիտ, համեմ սամիտ կոտեմ, հա, Մաշջան մի հատ բերել ու Վլաժնյայուշի մամայի դեմքի կրեմներից որևէ մեկը, տակ, ինչ էր, համեմ սամիտ կոտեմ ռեհան, երկու տեսակի բողք, ինչ կա, հա, ու մեկ էլ խաշեր ամենակարևորը, հա, այսենց խաշեր ունեն, ինչ, հա, գաթայել ենք վերցել, խաշեր, բանկայովն էլ կար, բայց սա ասում են ավելի լավն է, միշտ ցենց ենք վերցնում, չգիտեմ։ Так, խաշի սեզոնի փակում ենք անելու, փակումն ու բացում։ Մենք մի հատ բացում ենք անում, մեկ է մի հատ փակում ընթացք չկա։ Ստեղ ինչ ունենք։ Հա, ոստեղ էլ ցենց բաներ ունենք։ Պամիդոր, պանիր, այս պանիրը ես մի հատ ուզում եմ ցույց տամ։ Այս պանիրը սուլուգունի ռուլետ, հայկական խանութից ենք առնում։ Մի հատ Լինչ սիրում եմ, շոտ եմ սիրում, շոտ համով պանիրա, սրա ընկույզովը կա, սխտորովը կա, մենք միշտ վերցնում ենք սենց, դասական, առանց ընկույզի, առանց սխտորի, առանց ոշին բանի, չեչիլ պանիր ենք առել, բան, սենց թել պանիր, մեկ է թթուներ, բամիա, շուշան, ծիծակ, ստեղ պամիդոր, վсё, այսքան է, ու մեկ էլ գաթա հայկական, իրենք են ստեղում թխում են, տարբեր տեսակի խմորեղեններ ունեն, կրեմով առանց եւ այլն։ Վերջ։ Հիմա այն ինչ որ պետք է այսօր արվի կանենք, մնացած արդեն դեղաղը։ Սուլյայի մեջ լցնենք։ Չէ, կարողա չէ, հա, հերիքի մամ։ Ինչ էր մեծ կտորները։ Սա պետք է լախտի։ Ալվի է, ինչի։ Հիմա սրան ջուր չենք ավելացնում, չէ՞, դեն դնելու ենք գազի, ինչը յուղոտ է։ Ինքը կհալվի, կսկսի մի հատ կերա և վերջ, և վсё, վերջում մաման անպայման կաթ է ավելացնում, առյուծի, զգում ես գույների տարբերությունը մամ, երևի տարբեր բաների եփած է, էլի տարբեր կտորների, նու մեկը, ուզում եմ ասեմ, մեկը յուղոտ կով է, մեկը նիհար է, դրա համար օրինակ մեկը սպիտական, մեկը դեղին, էլի երևի թե։ Давай, балюс. Ինչ սենց մոտիկ եկով։ Բանա, ինչ չյոնի Տղամարդիկ աղջիկների համար անակնկալ են պատրաստել, սենց սիրուն կակաշներ են առել։ Հիմա այս սիմպաթիչնի երիտասարդը, ով Միրնիկ Ջոնին, ով ամենաերիտասարդն է, ամենաերիտասարդը, նու Լևոնին Ռաֆայելին բանին չհաշված էլ, իրանք հլը երիտասարդներ չեն։ Մի խոսքով ինքը հիմա այս ամեն ինչը աղջիկներին բաժանելու է։ Արս որպեսզի ավելի սիրուն լինի, հանում ենք տոպրակից, սենց պրոստը գրկած։ Սա։ Հա, լրիվ։ Չէ, խի այդպես գրքի, սպասի ես գնամ, այնտեղ հայտարարեմ համարը։ Սպասի։ Դու պրոստը աղջիկներին տալիս ես։ Հա, նստած շարքով, հա։ Ժողովուրդ մի հատ ուշադրություն, քանի որ այսօր առիթը մարտի 8-ի աղջիկներն են, կանայք մենք գեղեցկուհիներս, եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, տղամարդիկ ունեն անակնկալ Արսենի գլխավորությամբ։ Արսենի կատարմամբ, այսինքն։ Ապրեց կյանքս։
Спасибо, спасибо, дорогой, спасибо. Ես այդ հետ կհավաքեմ ձեր ծաղիկները։ Զգուշացես մեկ ընկավ։ Արս Միլենչոին, Մայրամ ծյոծյային ու Մայրամիկին։ Կարաս փոխանցես Լուսոին, Լուսոն կտանի իրանց։ 2 հատ իրան եւս։ Եվս 2 հատ։ Միլենային ու բանին։ Միլենային Մարետիկին ու Տատիկին։ Հա, Տատիկին դուր։ Տատիկը ստե կարևոր գործի է, էլի դրա համար սեղանի շուրջ չի։ Խաչ լցնելը Տատիկի վրա է։ Արմանչիկը Տատիկի համար մարտիության նվեր է պատրաստել, Ռիտա Տատիկին նույնի արդեն տվել է, հիմա Գոհար Տատիկին Նատալի։ Հա, դուր։ Любимой бабушки. Пахнет. Լսրա։ Այդ այս գրածն է եղել բան։ Դեմս իմ տղենից սիրուն բան ասարկել Տատիկ, միմոզաներ, սպասի Մարետիկ, մաշ, սպասի, միմոզաներով, սիրուն մարտիութի բանով, ատկրիտկայա նկարով։ Բացում էր, հա, ապրիմ աղջիկը որ սարկել է մամայի համար։ Մի հատ էլ իմ համար է նկարել, կակաչներ է նկարել, սենց ոտերից տակ շաղատվել, բան, մեկ էլ ինչ էիր նկարել իրա վրա։ Պադարակ։ Հա, մեկ է պադարակ էր, ուպակովկա էր տենց, բայց դե կարողա դատարկ էր։ Մեջը ինչ կա Արման, այդ որ նկարել ես մեջը ինչ կա։ Մենք վերջապես տուն հասանք, հիմա ծաղիկներս եմ ուզում տեղավորել, ջրի մեջ դնել, այս կակաչներ ինչպես տեսակ տղամարդիկ էին մեզ բոլոր աղջիկներին նվիրում, այսպես սիմվոլիկ, փոքրիկ կակաչներ են, իսկ ես սիրուն փունջը իմ տղան է ինձ նվիրել, ես նույնիսկ չէի սպասում, որ նման անակնկալ կլինի ինձ համար, դուրը ծեծում են, Արամն ասում է բանն է, կուրիերն է, գարեջուր է բերել, բայց իրականում Արտուրը ինձ փունջ էր պատվիրել ու ես կյանքիս մեջ առաջին անգամ ստանում եմ իմ տղայից փունջ իր աշխատավարձով գնված։ Առաջին փունջը չի, որ ինքը ինձ նվիրում է, բայց առաջին փունջն է, որ ինքը իր փողով, իր աշխատավարձով է գնել։ Եղել է, որ օրինակ իր ծնունդին փող են տվել կամ ուղղակի առանց արեթի փող են տվել ու ինքը այդ փողով իմ համար ինչ որ բան է գնել, բայց որ կոնկրետ իր աշխատավարձով ինքը իմ համար ինչ որ բան առնի, սա առաջինն է, ինչը իմ համար իհարկե շատ հաճելի է ու ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մեր խոսքով հիմա քանդում ենք փունջը ու դնում ենք ծաղկամանի մեջ։ Ես այստեղ ծաղկամաններս էլ եմ արդեն պատրաստել, ջուրը լցրել։ Աշխատավարձը իհարկե իր շատ սիմվոլիկ է, բայց շատ հաճելի է, երբ որ այդ փոքր գումարից ինձ էլ ինչ որ բան բաժին հասնում։ Այս անգամվա աշխատավարձից ոչ մենակ ես ինձ բաժին հասավ, այլ նաև Արմանչիկի ծնունդի նվերը ստացվեց այնպես, որ այս աշխատավարձից գնվեց Արտուրի կողմից էլի նվերը։ Ծաղկամանս մի քիչ մեծ էր այս վարդերի համար, բայց ուրիշը չունեմ, այն մյուսներ շատ կարճ չի տեղավորվի, իսկ սա էլ պահում եմ տյուլպանների համար, դրա համար այսպես ուղղակի կմնան, ու այս մեկը թողում էլ արդեն, այս մեկը մնացել է արանքը։ Այսպես սիրուն փունջ ստացվեց, հիմա տյուլպաններն էլ ազատ եմ դնեմ այս փոքրի մեջ ու վերջ։ Այսինքն սիրուն փնջեր ստացվեցին։ Սիրուն է Արման, դուրդ գալիս է, ուպրիմ տղեն։ Սա էլ Շուշանի նվերն է, մի հատ ուզում եմ սա էլ բացեմ։ Մնացածների նվերը գումարի տեսքով է։ Ինձ որոշել եմ Վալբերիսով մի երկու բան պատվիրեմ, հետո ցույց կտամ ինչ եմ առել։ Ես իրականում նմանատիպ պայուսակ պատվիրել եմ մի քանի անգամ ու հետ եմ ուղարկել, ամեն մեկի վրա ինչ որ մի բան ինձ դուր չէր գալիս ու այդպես հետ էի ուղարկում, բայց վաղուց էի ուզում, որովհետև հա, բայց դրա մասին Շուշանը չի իմացել, ինքը շատ պատահականության սկզբունքով ընտրել է այս նվերը իմ ու Աննայի համար, ամեն մեկից մի հատ, Աննային ուրիշ գույն էր, իրան ավելի շատ կիրպիչի բան էր, երանգ էր, իմը այսպես շագանակագույն։ Մի խոսքով ամեն անգամ պատվիրել եմ ու ինչ որ մի բան դուրս չի եկել, հետ եմ ուղարկել, բայց շատ էի ուզում
ունենալ, որովհետև ինքը իրականում շատ հարմար է։ Երբ որ օրինակ իրիկունը դուրս եմ գալիս արմանչիկի հետ ինչ որ պարկ գնամ կամ չգիտեմ խանութ գնամ եւ այլն, ինձ համար շատ հարմար է, երբ որ վերցնում եմ մենակ հեռախոս ու դրամապանակ ու ես հարմար պայուսակ չունեմ դրա համար, այդ պահերի համար, դրա համար միշտ ուզեցել եմ, որ նման ինչ որ մի բան ունենամ։ Իսկ ինքը իդեալական է այդ նպատակով օգտագործելու համար։ Այնպես որ սիրով կօգտագործեմ։ Ինքը ունի նաև, հա, ներսում նախ շատ գրպաններ կան, այսպես քարտերի տեղի։ Ու այսպիսի հարմարանք էլ ունի, որպեսզի կարողանամ որպես պայուսակ օգտագործեմ, ոչ թե որպես դրամապանակ։ Այսօր մեր տյուլպաններն են սիրուն բացվել են, երեք շատ փակ էին։ Ոյ, զգուշ Արման, շատ փակ էին, ամբողջը այս սենց էր երեք, իսկ այսօր հլնարիք ինձ սիրուն են բացվել։ Ինչ լավն է։ Իդեպ մի հատ լայվ խաղ կա, ես անցած նախանցած տարի եմ փորձել, չեմ հիշում, բայց աշխատող լայվ խաղ կա։ Եթե ուզում եք, որ տյուլպանները բացվելուց հետո նորից փակվեն մի քիչ ու երկար ծառայեն, որպես գեղեցիկ դեկոր տան մեջ, այս հատվածում, այստեղ ասեղով մի հատ ծակում ենք, այստեղից ծակում ենք, այս հակառակ կողմից դուրս է գալիս ու վերջ, մի քանի ժամ հետո տյուլպանները համեմատաբար ավելի փակ են լինում, կարող եք փորձել, այս էլ մեր վարդերը։ Կոլեգայիս համար ծաղկեփունջ եմ հավաքել, ամսի 7-ին իր ծնունդն է, բայց քանի որ այսօր դրանից հետո առաջին աշխատանքային օրն է, այսօր ենք շնորհավորելու, ինձ սիրուն է, նայեք ինչ նուրբ է։ Քրիզանթեմներ ու կակաչներ։ Քանի որ այստեղից ենք միշտ առնում ծաղիկները, աշխատակցությունը խնդրեց շուրջ 10 կարևոր ամսատվեր, որտեղ մենք ունենանք մինչև Արամը 10% ուներ, հիմա արդեն կարող ենք ունենալ 15%, քանի որ Արամը չի այստեղ, ես իմ անունով եմ լրացրել ու հաջորդ անգամվանից ամեն անգամ արդեն 15% զերծ կունենանք։ Իսկ ամսաթվերը մեր ընտանիքի աղջիկների ծննդյան օրերն են, մեր ամուսնության օրը, մեր առաջին հանդիպման օրը, այսինքն այն օրերը, որոնք որ միշտ ծաղիկներ առնելու առիթ է լինում։ Ու գումարած այս երկու օրերը, որ իրանք ուղղակի առաջարկում են, այդպես։ Կակաչներից լայվ խակն եմ կիրառում, ծաղիկի ներքևի հատվածում, այստեղ հենց ցողունի վերջին մասից ծակում եմ ասեղով, որ իրանք փակվեն, տեսեք ինչքան են բացվել։ Բացվել են ու ծերերն էլ այդ եզրերը, մի տեսակ կապտել է, հետաքրքիր է, մանուշակագույն է դարձել։ Ներևում է, չէ։ Իսկ վարդերս այս երկու հատի եզրերն են մի քիչ սևացել, սրանց եզրերը մի քիչ սևացել են, մնացածը լավ վիճակում են։ Ահա, տեղավորեցի, տեսնենք վաղը ինչ վիճակում կլինի, ես մեկը շատ է բացվել, եթե ինչ նկատել եմ, որ այստեղ 10 հատ է, բայց ես տես բաների ուշադրություն չեմ դարձնում, այնպես որ ամեն ինչ լավ է, երկու փունջ ա եղել, 5 հատ, դրա համար դե իրար հետ զույգ է կազմում, բայց ոչինչ, ծաղիկը ամենտեղ սիրուն է։ Հա, այստեղ արդեն 0 է, կարաս լսնես, միջինգի գաթան ենք թխում, որոշել ենք այսպես չրերով ու ընկույզով թխենք, իհարկե գիտենք, որ միջինգի գաթան այսպես չի թխվում, դասական ռեցեպտ կա, բաղադրատոմս կա, բայց քանի որ մենք այսպես ենք շատ սիրում ու երեխեքն էլ հենց այսպես են ուտում, վայ մամ, չնայ, հա, լավ հետո կնայեմ ինչքան է, երեխեքն էլ հենց այսպես չրերով են սիրում, հատկապես Արմանչիկը ուրիշ ձևի գաթա չի ուտում, մենակ չրերով է, չնայած ինքը ընկույզով խմորեղեն չի սիրում, օրինակ երբ որ խմորեղենների մեջ է դեղեն լինում, ինքը չի սիրում, բայց գաթան չգիտես խի, տենց դուրը շատ եկավ։ Դրա համար որոշել ենք միջինգի գաթան թխենք այնպիսի բաղադրատոմսով, որով որ մեր երեխեքը ուտում են։ Այս անգամ խոզի յուղով ենք սարքելու, այս խոզի յուղով գաթա սարքելը իմ մանկության գաթայի համն է, հիշում եմ, որ տատիկս միշտ սարքում էր, մամաս տատիկս, այս արդեն երկրորդ անգամ է, որ սարքում ենք, այն մեկը սովորական խորիզով կտրատովի գաթա էր, էլի խոզի յուղով, շատ համով էր, շատ սիրուն սպիտակ յուղ է ստացվել, կեսուրս է հալել, շատ լավն է, հիմա էլ այս մի գաթայի մեջ փորձենք, տեսնենք ոնց է ստացվում, ինչքան ես լցնելու մամ, պոլ կիլո, 2 հատի համար, հա, 2 հատի համար, Ստեղ էլ 300 գրամ է, 25 սանտիմետր նորմալ չի, սովորական էլի, հա, ֆորմայի չափ է, 300 գրամ, ուրեմն 2 հատ գաթայի համար, մեկը մեր համար ենք թխելու կոպեկով, մեկը Արտուրի համար, որ հետը տանի,
երկու գաթայի համար, երկու բաղադրատոմսի համար, այսինքն լցնում ենք ընդամենը 1 ճաշի գթալ շաքարավազ, որովհետև չրերը քաղցր են։ Հիմա կավելացնենք մի հատ, երկուսին մի հատ ձու, հա։ Հա, երկուսին մի հատ։ Հա։ Ավելացրեցինք 2 հատ ձու։ Էլի կրկնում եմ, որ այս ամեն ինչը երկու չափաբաժնի համար է, 2 հատ գաթայի համար։ Լինելու է 25 սանտիմետր տրամագծով 2 մեծ գաթա կլոր։ Ավելացնում եմ մի հատ էլ պոհիսս նկորեմ, հա, մի հատ էլ հանի, լավ։ Ավելացնել ենք 200 գրամ մի հատ էլ նայեք ինչ լավ յուղ ընտիր։ 200 գրամ յուղ, իմիջայլոցն ինձ լավ խրթխրթան մեջից փափուկ էր ստացվել ու դրսից շատ խրթխրթան գաթա, շատ համով էր։ Ինչքան Մի քիչ թթվասեր ենք օգտագործել, մի քիչ մածուն, երևի մի 50 գրամներ թթվասերը։ Մնացածը մածուն ու սոդա։ Հիմա մի հատ կխառնենք լավ ու կհունցենք, կդարձնենք միասեռ զանգված, լավ խմոր փափուկ։ Չես հունցում։ Մի հատ նորից ասա ձեռքով։ Ձերքով սենց խմորը հավաքում է։ Հա, Առանց հունցելու էլի, առանց հա։ հունցելու սենց իր ակրոշկեքը հավաքում ենք։ Получаем вот такое мягкое тесто։ Ուրեմն մինչև խմորը սառնարանում հանգստանում է, մենք այդ ընթացքում խորիզն ենք պատրաստում։ Այստեղ կարակն ու շաքարավազը, հա, սովորական խորիզ ենք պատրաստում։ Կարակը, շաքարավազը խառնել ենք, հիմա ավելացնելու ենք ալյուրը ու հետո արդեն խորիզին կավելացնենք մեր ընդեղենն ու չրերը։ Սկսում ենք արդեն բացել խմորը, մամ ինչքան է մնացել խալադիլնիկում։ Մի 15 րոպե, հա, կես ժամ։ Երկու մասի ենք բաժանել խմորը, մեկը այն մյուս գաթայի համար, մեկը կոպեկով։ Արմանչիկ, փող ունես? Կոպեկ չունես? Բա հələ բուվաժնիկդ բեր։ Ինչ? Դու ջրի ես գնացել այսքան ժամանակ։ Բեր ջրի համար չենք ասում։ Ասամ եկել 5, բայց մեզ չունեմ։ Գնա մամայի սեղանից մի ռուբլյանոց բեր։ Գնա, մեր սենյակում հարթուկից, պայմաններով որ բուջուր լինի։ Բուջուր լինի էլի բանի մեջ։ Գնա բեր։ գաթա ենք սարքում։ Հա, Այն անգամ ով էր ընկել։ ես։ Բայց ինչ Կոպեկը լվացել ենք, մի ռուբլյանոց է, չէ՞ մամ, թե 2, հա։ Հետո, կարելի էր մի հատ դոլար դնել։ Դոլար լիներ, դոլար դնեինք։ Կալկայով պատրաստ։ Ես էլ 2 ունեմ։ Մի քանի հատ։ Հա, մեկ էլ ունեմ, Եգիպտոսից վերած դոլարները։ Ահա, խորիզի հետ խառնել։ Ահա, խառնել ենք խորիզի հետ ու դնենք խմորի մեջ։ Եզրեր բարակացնում ես մեջտեղը, չէ՞։ Եզրեր բարակացնում են, մեջտեղը հիմա որ ասին Ինչ։ ենք թողում։ Արխային ասա։ Հաստ էլի։ Տոնշի, նա։ Մեջտեղը հաստ։ Խորիզը շատ ա եղել։ Հա, խորիզի դեպ մոռացա ասեմ, չնկարեցի, ընկանք սմկով ու մոռացա ասեմ։ Սովորական դասական խորիզը կարակը ու շաքարավազը խառնել ենք, ավելացրել ենք ալյուրը, այդ տեխնիկան գիտեք բոլոր երևի, որ բռի մեջ հավաքում են, սեղմում են ու թողում են։ Եթե չի փշրվում, ուրեմն խորիզը լավն է, խտությունը լավն է։ Ավելացրել ենք այս ամբողջ մեր զանգվածին, ընդեղենով չրերով ու նաև 2 հատ վանիլին ենք ավելացրել, որպեսզի համը էլ ավելի լավը լինի։ Ջանա, ինչով օգնես կյանք։ օրինակ Թեյնիկի ձայնը երևի չի խանգարի, հուսով եմ։ Համով է։ Չէ, տատիկը դնում է։ Можешь покушать։ Հա։ Մի հատ էլ այս անկյունից ինձ վերցրում եմ։ Если версны, купить ничего. Այնա խմորի տակ։ Положим вот сюда. Մաման ասում է իրանց ընկելա հենց մամային։ Հա, դե ամեն տարի խարդախությունով ընկնում էր մարքին։ Հա, դե մաման դասավորում էր էլի, որ ընկներ մարքին։ Այս տարի ասել են ոչ մի խարդախություն, ոչ մի բան։ Հա, այսօր այս տարի պետք է արդար լինի ամեն ինչ։ Այդտենց ընկելա մամային, մաման ասում է ես որ կծեցի, տեսա պոպոկը, այդ բանը կոպեկը, Ռաֆայելին ասեցի, Ռաֆայել արի փոխենք իմ ու կտորները։ Դե Ռաֆայելն է հարիվ միամիտ։ Մինիմ Ջոնի։ Տենց ասում է, մեկ էլ տեսա վերցրեց, տեսա որ մեջը կոպեկ կա, ուրախացել է որ իրան անգե։ Ինչ միամիտ է։ Այամ։ Այամ։
Надавливаем. Ես իմը որ բարակ ա լինում, այս հա, որ ավելի շատ խորիզն ա զգացվում, ոչ թե խմորը։ Մամա տանից ֆրացու էլի։ Ինձ թվում է իննա ու անդադ խանգարում է, մոտնես տպավորությունը, որ խանգարում է այդ մատանից։ Ինչի՞ց է, Դե մեծ ամատը երևի մի քիչ։ բայց այս մի ոչ մի Հետո ծանր է, կարող է այտենց ֆռումը դեպի ծանրությունը ներքև էլի։ Ինձ որ անհարմար է, որ իմ մատանին տենց ֆռում է, տենց եթե քարով չբանով մատանի է, որ տեսնում ես դու մատը, որ քո մատին տեսնում եմ, ինձ թվում է թե իննա ֆռացել ու ինձ բանա, դիսկոմֆորտ է։ Вот, смотри. Անցանք ձևավորմանը, ձվի դեղնուցն ու կաթը խառնելա, կաթա մամ, թե ձվի դեղնուցա մամ, թե սպիտակուց էլ կա։ Չէ, ձվի դեղնուցնա и столовая ложка молока։ Ահա, ձվի դեղնուցը ու մեկ ճաշի գտալ կաթ խառնել ենք իրար, հիմա ձևավորում ենք։ Раз, бороздочки проводим вот так вот. Теперь вот так. Вот в нескольких местах проколы делаем. Որ չուրի խմորը։ Դու պահի Արտուր քաշի մի հատ թուղթը բանի վրա։ Այստեղից բռնից արտամ քաշի ժառովնիկի վրա։ Զգուշ։ Այդտենց զգուշ։ Ման վեր էր պահի դու ժառովնիկը, ահա այդտենց։ Հոպաս։ Так. Հա, էսի պետք է ասես ճմռենք, ճմրթենք, որ Смотри. Вот так делаем. հա։ Ահա։ Հաջորդը հիշենք տրորենք։ Всему есть выход. Դե հա էթեջ։ Ջեռոց արդեն միացրել ենք 200 աշճանի տակ թխելու ենք։ Կարող է 200 շատ էլ մի 150։ 150։ Կյան մի չի կարելի։ Մեր գաթան արդեն պատրաստ է։ Չնայած ինքը այդքան էլ միջինքի գաթա չի, որովհետև միջինքի գաթան ոնց հասկացանք առանց յուղի են անում, բայց դե մենք որ պակ չենք պահել, մտածեցինք թող այս գաթան էլ համով լինի։ Հիմա ըստ ավանդույթի փոքրի մեջքին, Արման մի հատ ըստ ավանդույթի գաթան դնում ենք փոքրի մեջքին, ընտանիքի անդամներից ամենափոքրի մեջքին, ու ընտանիքի անդամներից ամենամեծը տատիկը կամ մաման։ Ահա Բան անում, կտրում է, կարա պրինցիպի առանց նստելու, հա Արման, կանգնի, լավ, ինչ, հա բա, մի վախեցի մեջքը չենք կտրի, քո մեջքին պետք է կտրենք, էլ, ես որ փոքր էի, մեջքին էլ են կտրել, արի, այս սենց, աթորենք որ տար մամ, այս սենց, այստեղ կանգնի, չէ, սինի ենք դրել, հիմա տատիկը բաժանում է քանի հոգ ենք 5 մասի, Так. Հա, տենց հա։ Արտուր արի օգնի։ Спасибо, Чинչ։ Ահա։ Ես մեկն ուղղակի երկու մասի բաժանի։ Ոչինչ, թող անհավասար լինի։ Ահա։ Հիմա Արմանչիկը թող ասի, մամ դու ցույց տուր որ կտորը ում, թող ինքը ասի։ Հետ արի։ Մտի տակը։ Դու ես ասելու, մտի սինի տակը։ Այս սենց տեսք ունի։ Հիմա ցույց տուր մամ, ասա։ Հիմա եկեք, Արտուր։ Չէ, դու Արմանչիկ մտի սինի տակ։ Պետքա չտեսնես որ կտորն է։ Հետ արի։ Հոգնել ես։ Ահա, давай։ Արման, ես կտորը ում։ Մի ցույց տուր։ Արտուր։ Так, ես կտորը տատիկին։ Պետքա ուտես։ Հա, ուտեմ, էլի թող մնա։ Չէ, Արտուրին եմ ասում։ Ես կտորը ում։ Այդ մեկը իրան։ Բռնի։ Կարող է տա, դիր սրա վրա, լավ, հետ դիր։ Հա։ Այս մեկը Արմանչիկինն է։ Ես մեկը ում։ Կոպեկ լինի։ Եսի պապային։ Կոպեկը Ես կալկայի։ մեկն էլ։ Ահա, այս էլ ինձ։ Հեսա, այս էլ քոնն է արա։ Հիմա տեսնենք։ Կոպեկը կալկայի մեջ է փաթաթած, զգուշ կծամեք, ատամները չջարդեք։ Բերման էլ կտրատենք, թող ինքը իրան ուտի։ Բացի տեսնենք ինչ կա մեջը։ Չի։ Բանը կոպեկը բացի թուղթը։ Իսկ դու գիտես ինչ է նշանակում, որ ում բաժնի մեջ ընկնում է ինչ է նշանակում։ Ինչ։ Նշանակում է այդ տարի իր համար հաջող տարի է լինելու։ Ինքը այդ տարվա ամենահաջողակն է լինելու։ Ահա։ Տեսնան գույնը փոխել։ Մեր երկրորդ գաթան էլ է արդեն պատրաստ, այստեղ կտրում եմ մի քանի մասի բաժանեմ, որ Արտուրը հետը տանի, ամբողջը չի ուզում տանի։ Ասացել էստեղ կուտի։ Իսկ կոպեկը
կեսուրիս բաժնի մեջ էր, ուղղակի Արմանչիկը վերջում ասեց, չի լսում, փորփրեցինք, ոչ մեկի կտորի մեջ չգտանք, սպասում ենք, որ Արամը իրանը ուտի վերջացնի, ասի մեջնա թե չէ, մեկ է տեսանք, որ մի կտորի մեջ կա, դե մենք հիշում ենք, մենք գիտեինք, որ դա կեսուրիս կտորն է, ուղղակի Արմանչիկը ասում, այս ոնց որ իմն էր, հա, ասին քաղաքոնն է, տենց ուրախացավ, մտածում է, որ իր բաժնի մեջ էր, մի խոսքով խարդախություն արեցինք հանուն Արմանչիկի ուրախության, բայց կոթոն շոտ հոմով էր։ Մամային է, հա, մամային էլ իրան անգի, պրոստը Ռաֆայելին է տվել իր կտորը։ Շատ լավն է, իմ ամենասիրած ձևը հենց սենց է, որ խմորը քիչ է ու նաչինկան շատ է։ Ուրեմն քանի որ շուտով զատիկ է, մենք պատրաստվում ենք, մեր մոտ սենց խառը իրավիճակ է։ Կեսուրս բամբակները բացել է, ցորենը մաքրել է, առավոտ գնացել է, առել բերել է։ Ուրեմն ցանում ենք ցորեն ու ոսպ։ Բայց ինչ ամամ։ Չէր, հա, թրջածն է, հա։ Աննայի համար էլ ենք դնելու, քանի որ չենք հասցնի Աննային տանք, այսինքն միջև տանք, միջև Աննան աճացնի, երևի չի հասցնի այդքան։ Դրա համար մենք մեր տանը կշարենք ափսեի վրա ու կտանք իրան, ինքը արդեն իրանց տանը կաճացնի, երբ կհանդիպենք կտանք մի խոսքով։ Ուրեմն բամբակը բարակ շերտով բացել է, հիմա թրջում է, սովորական ջուրամ ամ թե գոլ։ Չի, սովորական։ Սենյակային ջերմաստիճան։ Ինքավոր բամբակը ճիշտ։ Սրա մեջ ցորենն ես դնում։ Որը կուզես։ Տարբերություն չկա իմ համար։ Հա, բեր դրա մեջ ցորենը, սրա մեջ ոսպն է լինելու, ասենց որոշել ենք սիրուն ամանի մեջ դնենք։ Այդ ցորենը շուտ ես թրջել։ Դե որ բերել եմ այդ վաղտին։ Հա։ Մի քանի ժամ էլի։ Անցած տարի կարծեմ գիշեր էր թողել թրջած, չէ՞։ Հա, ոչինչ, ես Հիշում եմ այտենց։ դնելու։ Հա, այս մեկ Լիստոչիկ։ շատ սիրուն։ Если листочек наделил. Уже хочу вот так, чтобы по бокам. Если чечевица она. Հիմա ոսպը։ Իսկ ոսպը բանն է, չէ՞։ Թրջած չի, չէ՞։ Հա, թրջած է։ Ага. Даже хочу вот так, чтобы конец прямо тут был. Հա, տերևի նման աճի էլի ֆորման։ Սա ցորենն է, այստեղ էլ ոսպն ենք լցնում։ Անտիրություն, հիմա պահում ենք կառավաթի տակ։ Ծածկելու ենք, թե պրոստը սենց դնում ենք։ Ցելոֆանով դիցասկեն, կա это էլի ջերմուց ենք սարքում։ Հա, հետո քանի օրը մեկ ենք անելու ջրենք։ Երկու օր բանի ցելոֆանի տակ պահելու ենք մուտտեղ, հանենք ու դնենք պատուհան։ Հա, այդ երկու օրվա մեջ չենք ջրելու։ Որտեղ ենք դնելու էտի, տեղավորվի։ Դե կարանք այստեղ դնենք, հա, հետո կշարենք։ սեղանի եզրին։ Իսկ չենք ջրելու այդ երկու օրվա Ջրելու մեջ ենք։ սրանք։ Ջրելու ենք ամեն օր մի անգամ։ Հա։ Каждый день по чуть-чуть будем поливать. Դե ուրեմն գնացեք երեխեք ջան։ Ձեզ բարի բախտ։